Ինչ կլինի, եթե ես ձեզ ասեմ, որ մենք մարդկության պատմության ընթացքում երբևիցե եղած ամենաթունավոր հասարակության մեջ ենք ապրում։ Ինտերնետի զարգացման հետ կապված վերջին տարիներին հասարակությունը մի տեսակ ինքնամփոփ է դարձել։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես լրագրող Նարինե Կիրակոսյանն եմ, սա երկրորդ տեսանյութն է, որտեղ փորձելու եմ բացատրեմ, թե ինչպես է համացանցը ազդում մեր վրա եւ հատկապես ֆիզիոլոգիական առումով։ Եթե 20-25 տարի առաջ մենք անմիջական շփում ունեինք մեր հարևանների, հարազատների հետ, բարեկամների, ապա հիմա արդեն աշխարհագրությունը մի տեսակ փոխվել է։ Ավելի շատ մենք երևի տեսազանգով ենք շփվում, կամ մեսենջերով, կամ WhatsApp-ով ձայնայիններ ենք ուղարկում եւ մեզ թվում է, թե մենք շատ անմիջական շփում ունենք մեր հարազատ բարեկամների հետ։ Բայց դա այդպես չէ։ Եվ ես ձեզ կբացատրեմ, թե ինչու։ Օրինակ, կարող եք հիշել, թե երբ եք ձեր հարևանի հետ վերջին անգամ սրճել։ Չեք հիշում։ Հասել ենք այն իրավիճակին, որ ամիսներով, տարիներով նույնիսկ իրար չենք զանգում։ Բավարարվում ենք ինչ-որ Facebook-յան կամ Instagram-յան հրապարակումներով ու կարծում, թե շփումը կա, դե ինչ զանգեմ։ Հիմա ստոպ։ Եթե դեմ չեք, իմ այս տեսանյութը դրեք պաուզայի վրա ու փորձեք զանգել ձեր հարազատներին, որ ուզում էիք զանգել, բայց այնուամենայնիվ ինչ-որ մի բան պահում էր ու չեք զանգել։ Գիտեք, ինչի խնդրեցի ես այս պաուզան անել, որ զանգեք մեկնումեկին կամ գնաք տեսակցության, որովհետև այս վերջին տարիներին տարբեր տարիքային խմբերում մենք նկատում ենք նյարդայնություն, չարություն, անհանգստություն, հոգեբանական ճնշման եւ խուճապի դրսևորումներ, այլ կերպ ասած, պանիկայի ատականներ, այդպիսի տերմին էլ կա։ Եվ դա լուրջ հոգեբանական խնդիր է, որը մարդկության մեջ մտել է սոցիալական, անձնական, նյութական եւ շատ օբյեկտիվ վախերից է դա գալիս։ Օրինակ, մեր մեծերը, տատիկները, պապիկները ավելի հանգիստ էին ամեն բանին վերաբերվում, իսկ մենք ոչ։ Գիտեք ինչի։ Թեպետ մեր տատիկներն էլ, պապիկներն էլ հարհավիրքներով են անցել։ Կարծես իրենք էլ պատերազմներ, ցեղասպանության միջով, սովի, տնտեսական անկումների, երկրաշարժի միջով են անցել, բայց դժվարություններից նրանք չէին ընկնում հոգեկան ծանր վիճակի մեջ։ Նրանց մոտ մասսայական հիշողության կորուստ, խուճապի դրսևորումներ համենայն դեպս չէին գրանցվում։ Եվ դա ընդհանրապես ինֆորմացիայի աղբյուրների քչությունից էր։ Ռեալ մարդկանց հետ շփվելու շնորհիվ ու սոցիալական կազմակերպվածությունից էր։ Իրենք ավելի շատ էին միմյանց հետ շփվում։ Մենք անմիջական, ֆիզիկական շփում գրեթե չունենք կամ մինիմալի ենք հասցրել։ Դա այն է, երբ ամեն մի ցեց գցած տեղեկությունը, այսինքն հալած յուղի տեղ, ամենը չէին դնում եւ դրանից խուճապահար չէին լինում։ Նախ յուրաքանչյուր ինֆորմացիա նրանք շատ դանդաղ ընկալում էին, այսինքն ինֆորմացիան այդքան արագ չէր հասնում տեղ, որովհետեւ իհարկե ինտերնետ չկար մեր տատիկների եւ պապիկների ժամանակ։ Հներում մարդիկ իրենց այդքան մենակ չէին զգում, ինչ որ մենք նախ մեծ ընտանիքներով էին ապրում, իսկ հիմա արդեն այդքան մեծ ընտանիքներով շատ քիչ են ապրում կամ գրեթե չեն ապրում, հատկապես մեր հայ հասարակության մասին եմ ասում։ Իսկ գիտեք ինչու՞, որովհետև մեր հասարակությունը իրական կյանքից դժվարություններից իրեն գցել է կարճ ռիլզերի, TikTok-յան թեթև կամ թեթևամիտ կարելի ասել վիդեոների գիրկը եւ գերադասում է ժամերով դիտել փիսիկների, շնիկների, ծաղրային նյութեր, վատնելով դրա վրա բավականին երկար ժամանակ։ Հələ հիշեք, ինչքան շատ եք այսպես անդադ թերթում, պարկում կամ ինչ-որ մի տեղ գնում,
անդադ ինչ-որ մի կարճ տեսանյութ եք դիտում, դա ասում են scroll անել, արդյունքում մարդը դառնում է իբրև թե կենդանասեր և մարդատյաց, դրա համար մենք այսօրվա դրությամբ շատ դեպքերում տեսնում ենք սոցիալական ցանցերում կենդանասերների ագրեսիան մարդկանց նկատմամբ ու մարդկանց հետ չի կարողանում այլևս նորմալ այդ տեսակը շփվել, նաև հայհոյա խառը կամ անեծքներ և այլն այդպիսի գրառումներ են անում կամ մեկնաբանություններ, ճնշում են մի խոսքով իրար, իսկ հիշեք, թե քանի րոպե կամ ժամ եք նստում հեռախոսի, համակարգչի, պլանշետի առաջ ու դիտում ինչ-որ լայվ խաղեր, բա այս տեսնեմ ինչպես են սոսնձում, այն տեսնեմ ինչպես են սարքում, բայց իրականում նայում ենք, բայց չենք անում, կամ շպրտում ենք չացածիրը, կամ տալիս ենք սարքելու, մի խոսքով կամ մատով քանի ժամ ենք մենք օրինակ հեռախոսի սենսորին դիպչում, դուք հաշվել եք, մի հատ մտաբերեք, արդյոք դուք մտապահում եք, թե քանի ժամ եք այդ ամեն ինչը անում, օր, գիշեր անցնում է, դուք մնում եք իրական մարդկանց շփումից հեռու և սրանից և նաև որ ավելի երիտասարդները ավելի նյարդային են ու անհամբեր, քան ավագ տարիքի մարդիկ, այսինքն երբ որ դու անընդհատ ինտերնետի մեջ ես, անընդհատ հեռախոսի, համակարգչի, պլանշետի մեջ, դու անմիջական մարդկանց հետ չես շփվում, մեծ մասսաների հետ, քեզ հետագայում միայնակ ես զգում և ավելի նյարդային, իրական կյանքում նյարդային, իսկ տարիքով մեծ մարդիկ դրա կարիքը չունեն, որովհետև իրենք ժամերով այդ պլանշետների, հեռախոսների մեջ չեն, ասենք ավագ տարիքի մարդը կարող է առանց հեռախոսի ժամերով կախվելու, իբրև թե ինչ-որ մի բան է փնտրում, որ գնի, նա իրական կյանքում վերցնում է պայուսակը և գնում է խանութ կամ առևտուր է անում անմիջապես խանութից, զգեստ, ինչ-որ մի բան, որ իրեն պետք է, կամ ինչ-որ մի բան է տնկում իր այգում, ոչ թե նայում է, թե ոնց են այդ ամեն ինչը տնկում, ժամերով նայում, իսկ դպրոցականները, դեռահասները ու երիտասարդները այդպես իհարկե չեն անում, ցավոք սրտի դպրոցականներին էլ մի բան էլ QR կոդեր են մտցրել, որ պետք է անպայման հեռախոս ունենաս, թեպետ իհարկե մենք տեսնում ենք, որ ծնողներից շատերը բորբոքվում են և պահանջում են, որ դասագրքերից այդ QR կոդերով մաշտոցի նկարը չմեջբերեն, այլ բուն հենց գրքի մեջ լինի այդ տեղեկությունը և մեր տառերի այբուբենի ստեղծողի նկարը, սա մի օրինակ ես բերեցի, իսկ ավագ սերնդի ամենամեծ մտահոգությունը գիտեք ինչն է դարձել, այ մեր երիտասարդ սերունդի ապագան ինչ է լինելու, նրանք մտահոգված են հենց մեր ապագայով, մարդիկ մտածում են ինչ ապագա են թողնում երիտասարդ սերնդին, եթե այդ կենտրոնացած է վիրտուալ կյանքն է շփման ձև դարձել, իսկ ռեալ կյանքում կդժվարանան ապրել, օրինակ եթե մի գյուղում լինեն կամ բնության որևիցե չքնաղ վայրում, բայց պատկերացնում եք այսօրվա դեռահասին, երիտասարդին կամ հենց ձեզ, առանց ինտերնետ, քանի օր կդիմանաք, կամ քանի րոպե, քանի ժամ, ավագ սերունդը կդիմանա, դա հաստատ, արդյոք այդ երիտասարդը, որ մնաց գյուղում առանց ինտերնետի, կկարողանա կողմնորոշվել առանց GPS-ի տեղում, առանց Google-ի, առանց տեսազանք օվկիանոսից այն կողմ բարեկամին, որը ապրում է ոչ քաղաքային պայմաններում, բայց կարող է զանգես ու ինչ-որ մի բան հուշի, վերացական եմ դա ասում, կկարողանա դպրոցում ստացած կամ մեծերից իմացած կամ գրքերում կարդացած օրինակներով, իհարկե մենք մեզնով չորոշենք, որովհետև իմ տարիքի, իմ սերունդի մարդիկ դեռ դպրոցի գրքերով սովորում էին, թե ինչպես կարող են հայթայթել կրակը,
կամ ինչպես անտառում հյուսիս-հարավը պարզեն։ Կամ նույնիսկ կարող էին թակարդ դնել, կենդանի բռնել, հրացանից կրակել, որս անել, իրենց հայթայթ էին։ Իսկ հիմա հիշում եք, չէ՞, կենդանասերների մասով ինչ ասեցի, որ մարդատյաց են դարձել։ Համեմատականներ չանեն, որ ուտում են իրենք ռեստորաններում ինչ-որ հավ, միս եւ այլն, բայց այնուամենայնիվ ասում են կենդանի խփել չի կարելի, որս չի կարելի եւ սահմանները անցնում են մարդատյացության։ Ես կասկածում եմ իրոք, որ այսօրվա երիտասարդությունը կարող է ինքն իր գլուխը պահել որևիցե գյուղական վայրում, որտեղ չկա կապի միջոց, հատկապես ինտերնետ։ Իսկ դուք, չէ, այս հարցին իհարկե մի պատասխանեք, ինձ ավելի լավ է անկեղծ ասեք։ Երբեք դուք առավոտյան երջանկության զգացմունքով, իրական երջանկության զգացմունքով արթնացել։ Չեմ հարցնում լավ տրամադրությամբ, այ հենց երջանիկ, լիաթոք երջանիկ։ Եթե չեք կարող մտաբերել, ուրեմն համեցեք մեր ակումբ։ Եվ տեղեկացնեմ, որ եթե դուք 20, 40, նույնիսկ 45 եւ անց տարիքի եք, ապա դուք կամ մենք մասնակցում ենք աշխարհի մի յուրահատուկ փորձարկությանը, այո, գլոբալ փորձարկությանը, եւ այդ էքսպերիմենտն էլ հենց մեր վրա են անում։ Եվ ճիշտն ասած, կասկածում եմ, որ այդ փորձարկությունը նախապես պլանավորված ինչ-որ բան է եղել, բայց դե ինչ-որ մի կերպ ինքն իրեն է ստացվել, գուցե, ենթադրենք, ստեղծվեց ինտերնետ, հետո այդպես գնաց եւ հասանք մի կետի, որտեղ մենք շատ մեծ կախում ունենք նրանից։ Եվ հենց դրա process-ում էլ ի հայտ եկան անհանգստությունը, գերհոգնածությունը, հյուծվածությունը, դեպրեսիան կամ տրամադրության անկումը, եւ այս ամենը դարձավ նորմալ երևույթ։ Մեր նյարդայնությունը, սակայն մեր մեղքով չէ։ Ու ես կասեմ, ով է սրա պատասխանատուն։ Հիշում եք, ճագարներ են, չէ՞ լինում, կամ մկներ են լինում, որոնց վրա փորձարկություններ են անում լաբորատորիաներում։ Այլ 2007 թվականին, եթե հիշում եք, այսինքն 2007 թվականին ես իմ վրա օրինակ բերեմ, ես գնեցի իմ առաջին սմարթֆոնը, iPhone-ը։ Հիշում եք, չէ՞, ոնց էր Ստիվ Ջոբսը iPhone-ը ներկայացնում։ Իսկ հիշում եք, ոնց մենք կոճակներով բջջային հեռախոսները փոխեցինք սենսորային հեռախոսների եւ այդպես հիմա սմարթֆոններ դարձան դրանք։ Հա, բայց մեզ ոչ մեկ չէր զգուշացրել, որ մեր սովորությունները սրանով շատ արագ կփոխվեն եւ նույնիսկ մեր ուղեղը կենթարկվի փոփոխությունների։ Օրինակ, քանի անգամ եք այսօր վերցրել հեռախոսը։ Հենց այսօրվա համար եմ հարցնում։ Եթե չեք հաշվել, ուրեմն մի 50 անգամ հաստատ վերցրել եք, ինչ որ մի բան նայել եք կամ եթե զբաղված եք եղել, հետո նայել եք, տեսել եք ինչ որ մեկը ձեզ ինչ որ մի բան գրել է, դա ենթադրենք իհարկե։ Իսկ հիշում եք, երբ եք առանց հեռախոս դուրս եկել տանից։ Ու հիշում եք, երբ եք հանդարտ, անաղմուկ, կյանքը փոխարինել մշտապես տեմպի տակ ընկնելուն։ Այսինքն նկատի ունեմ հենց այդ scroll անելու տեմպի տակ։ Նկատեցիք, չհարցրեցի, թե հիշում եք, երբ եք առանց Նիկոլ Փաշինյանի լայվերի նյարդային ղժղժոցի տարբեր ձեր ուղեղը բռնաբարող էջեր կարդացել կամ նյութեր դիտելը դարձել ձեր կյանքի միակ իմաստը։ Ես հատուկ նմանատիպ օրինակներ չեմ բերում, որովհետև մենք բացի Նիկոլից
եւ Նիկոլի բերած արհավիրքներից, նաեւ ինքներս մեզ մղեցինք այս ամեն ինչին, որովհետեւ հենց սկզբից ես ասացի, որ մենք այսօր խոսելու ենք, թե ինչպես դարձանք ավելի նյարդային, քան մեր ծնողները, համեմատական անելու համար, ու ինչի մեր ուղեղը փոխվեց ինտերնետի կախվածությունից, այո, հենց ֆիզիոլոգիական իր ձևով փոխվեց մեր ուղեղը, ու ասացի, մենք դարձել ենք գլոբալ փորձառության օբյեկտ, որտեղ մենք լաբորատոր, ճագար կամ մկան դերում ենք հանդես գալի, մենք դարձանք ամենահարուստ ինֆորմացիայի աղբյուր ունեցող սերունդ եւ միաժամանակ ամենակինչ համբերության տեր մարդիկ։ Մենք չենք համբերում 2 րոպե իրար կողք նստել առանց հեռախոսի, ուղղակի շփվել։ Դա փաստ է։ Ու գիտեք, հենց մենք էլ որպես փորձարկման օբյեկտ կարող ենք որոշել մեր սերունդներին կթողենք այս աղետը, թե ապագայում մեզնից դասեր քաղած նրանք կզգուշանան նմանատիպ տեխնոփոփոխությունների վտանգներից։ Այսինքն Եվրոպայում ես նկատել եմ, որ երիտասարդները մեր Հայաստանի նման այդքան չեն օգտվում տարբեր ինտերնետից եւ այլն, իհարկե օգտվում են, բայց ոչ այսպես ցավագին, ինչպես մենք մեզ մոտ։ Այդ աղետը այն է, որ մարդիկ իրենց միայնակ են սկսել զգալ, հենց ինտերնետի պատճառով, թվում է, թե մենք շփվում ենք, շատ մեծ շրջանակ ունենք շփման, բայց դա խաբուսիկ է, դա այդպես չէ։ Ու դրա խնդիրը այն մտքից է, թե մարդիկ դարձել են ավելի վատը, չար ու նախանձ, եսակենտրոն ու չկամ։ Մեկնաբանություններն են այդպես գրում, «Էս ինչ չար ենք, չկամ»։ Թեպետ հիմնականում Հայաստանի դեպքում գրում են ֆեյքերը, նիկոլական ֆեյքերը։ Բայց դա շատ հասարակ բացատրություն է։ Իրականում խնդիրը մեր առօրյայի ունայնությունն է։ Իզուր չէ, որ հենց սկզբում ասացի, որ մեր շրջապատը փոխվել է, աշխարհագրությունն է փոխվել։ Մենք առաջ նույն դպրոցում էինք սովորում, մեր դասարանցիների հետ, նույն կամ կողքի շենքում, հարևան բակում էինք ապրում, կամ նույն թաղում։ Աշխատում էինք նույն գործարաններում, գրասենյակներում, իսկ այսօր շատ շատերը հեռավար են աշխատում, դեռ կորոնայից սկսվեց այդ հեռավար աշխատանքը, ու բոլորին սկսեցին տանը նստացնել, շատ շատերը տեղափոխվում են, քաղաքից քաղաք է տեղափոխվում, երկրից երկիր, նույնիսկ ուրիշ մայրցամաք, հատկապես դե գիտեք, Ամերիկա ինչքան են գնում Հայաստանից։ Այսինքն մեր շփումները քչացել են, որոշ դեպքերում էլ ընդհանրապես կտրվել։ Հենց դրա համար էլ դուք օրինակ երևանցի լինելով, Երևանում գեթ 1 երևանցի ձեր ծանոթ դրսում մի քանի րոպե, կես ժամ, 1 ժամ եւ ավել կանգնում եք եւ չեք տեսնում։ Որովհետեւ Messenger-ով, WhatsApp-ով դուք դեռ ձեր հին երևանցի ծանոթների հետ շփվում եք, բայց նրանք վաղուց նույն քաղաքում ձեր հետ չեն ապրում։ Դրա համար էլ չեք հանդիպում։ Հենց այդ սրտիկելը համացանցում ձեզ ձեր ուղեղին ազդակ է տալիս, թե իբրև թե դուք շփվում եք, իրականում եք շփում, այսինքն կապը կա, բայց կրկնում եմ, քաղաքի օրինակով դուրս եք գալիս եւ տեսնում եք իրական կյանքում այդ մարդիկ ձեր կողքին չեն ապրում այլևս։ Դուք ընդամենը վիրտուալ աշխարհում եք շփվում։ Իրական Հայաստան, բառախաղանենք։ Մի խոսքով, սա ձեր ուղեղի խաբուսիկ իմպուլսն է, որ հաղորդում է այդ սրտիկելը, դիտել իրենց նկարները, թե դուք շփվում եք այդ մարդու հետ եւ հաջորդ պատճառը իրական շփման բացակայության աղետի կամ մենակության զգացմունքի ձեր զգացմունքը եւ կյանքի ռիթմն է։
Մեր առօրյան այնքան բաներով ենք լցնում, տեղին, անտեղի, որտեղ անձնական շփումների տեղ այլևս չի մնում, ժամանակ չունեմ։ Նույնիսկ ընտանիքի անդամները իրար հետ այլևս շատ քիչ են անմիջական շփվում։ Հələ հիշեք էլի, միասին երբեք նախաճաշել կամ ճաշել, բոլորով միասին։ Անթադ վազվզոց։ Այ հենց դրա համար էլ ընկերությունը մեր օրերում մրցակցում է ոչ թե ուրիշ մարդկանց հետ, այլ դեդլայնների հետ, այսինքն առօրյայի։ Իսկ հիմա ես ձեզ ոչ շաբլոն մտքեր կհաղորդեմ, կարտահայտեմ եւ պատկերացնում եմ, թե մեկնաբանություններում ինչ կհակադասեք։ Բայց գրեք, ես սիրով բոլորիդ մեկնաբանությունները կկարդամ։ Եվ այսպես, խոսենք հոգեբանության մասին։ Եվ ինչ են ասում հոգեբանները։ Շատ դեպքերում վերջին շրջանում ինչ-որ բլոգեր հոգեբանների եմ տեսնում, կամ իմ ընկերների մեջ դիտում են, կամ ձեր ընկերների շրջանակում իրենց հոգեբանի տեղ դնողները ասում են, բա քեզ պետք է մի քիչ էլ քո վրա էլի ժամանակը հատկացրա։ Եվ համոզված եմ, որ խորհուրդ են տալիս ոչ մեկին մի թող, քո անձնականիդ մեջ ոչ մեկին մի թող։ Ուրիշի բեռը վրատ մի վերցրու, հիշիր սկզբում դու հակիր թթվածնի դիմակը, հիշում եք, չէ՞, այդ խորհուրդները, նոր ուրիշի մասին կմտածես, կամ այն որ ասում են սկզբում քո ծառդ ջրի։ Իսկ եթե այս խորհուրդները, որոնք հայկական իրականության մեջ ստանում ենք բլոգեր հոգեբաններից կամ քարը տրաքի, այն որ ասացի, ընկեր հոգեբաններից այլ կերպ դիտարկենք, ստացվում է նրանք մեզ ինչ են ասում։ Նրանք մեզ ասում են, որ մի քիչ քո մասին մտածի ու դարձիր էգոիստ։ Հա, հենց այդպես էլ խորհուրդ են տալիս։ Խորացեք։ Առաջինը ասում են քո մասին մտածի, ոչ թե այլոց։ Էներգիատ մի վատնիր ուրիշների վրա։ Այսինքն, հա, հիմնականում այսպես կասեք, ինչ վատ բան կա, որ դրա մեջ։ Դու քո մասին մտածի, բայց եթե այդ միտքը մասսայական չէ, երևույթ որպես դիտարկենք, կամ եթե մասսայական երևույթ է այս ամենը կրում, մեզ բոլորիս այդպես են համոզում, ստացվում է, որ մենք պարզապես հիմարացել ենք։ Հա, գնացել համակարգի թելադրանքին ու դարձել այդ համակարգի մասնիկ, որ խրախուսում է կապերի բազմաշատությունը, շատ ֆոլոուերներ ունեցիր, շատ լայքողներ ունեցիր, բաժանորդներ ունեցիր, բայց պատժում է, երբ այդ կապերը, ասենք, խորքային են լինում, մարդկային, այսինքն կապը դառնում է ոչ թե մակերեսային ու թվացյալ, այլ մեկ մարդը մյուսին վստահում է, կիսում է իր ամենանուրբ մտքերը, գաղափարները, պլանները, հենց դրանից էլ համակարգը մեզ հետ, հենց դրանից մեզ հետ է վարժեցնում, ու հենց այդ բազմաթիվ, բայց ոչ իրական խորքային հարաբերությունների պատճառով էլ մարդը իրեն սկսում է մենակ զգալ, որովհետև դուք ունեք ձեր կոնտակտներում հարյուրավոր կամ հազարավոր հեռախոսահամարներ, կամ եթե ինչպես ես ձեզ մեր այս զրույցի ժամանակ խորհուրդ տվեցի, զանգեցիք, բայց նա չպատասխանեց, ինչ-որ մեկին զանգեցիք, կամ պատասխանելուց հետո կարող է ձեզ ասես, կարող է դու դեպրեսիայի մեջից ես, ուզում դուրս գալ ինձ զանգել ես, նու այդպես, կամ կարող է խմած ես, ինձ հիշել ես, մի հատ թափ տուր քեզ, ու վերջ, խոսակցությունը առաջ չի գնացե, գուցե նույնիսկ չի հասել են կետին, որ դե մի հատ հանդիպենք, կարոտել ենք իրար։ Իսկ ես հիշում եմ առաջներում, երբ մեր թաղում միայն 1-2 ստացիոնար հեռախոս կար, մենք ընկերներով իրար զանգելու կարիքն էլ չունեինք։ Զգում էինք, որ դպրոց, եթե ինչ-որ մեկը չեկավ, ուրեմն երևի հիվանդացել է, մեկս
մյուսի համար ինչ որ մի մուրաբա ենք վերցնում, հյուրասիրություն ենք վերցնում եւ դասերից հետո գնում ենք տեսակցության։ Զգայարաններ էին աշխատում նաեւ։ Հետո տրամաբանություն։ Եթե չի եկել դպրոց կամ ինչ որ միտեղ սպորտի բարի, ուրեմն մի բան եղել է, պետքա անմիջապես գնալ։ Իսկ հիմա նույնիսկ հիվանդանոց չեն գնում շատ մարդիկ։ Ուղղակի զանգում են կամ ինչ որ մեկը Facebook-ում գրել է, հիմա սիստեմա եմ եկե ստացել, կամ վիրահատում են, այնտեղ սրտի կեցիք, ուրեմն ձեր պարտքը կատարեցիք, կամ գրեցիք, ապե ինչա պետք, ինչով օգնենք, ու պատասխան եք ստանում, չէ, բան պետք չի, չնայած մեկ ավելի վատ վիճակ է լինում, մյուս օրը այդ ընկերը այլևս չի լինում։ Այսպիսի կոպիտ համեմատություն անեմ։ Դե ինչ, հասկացաք ինչի եմ ասում, մեզ սարքում են էգոիստ։ Այո, մենք ուրիշ մարդիկ ենք դարձել, ավելի անտարբեր, միմյանց հանդեպ, ավելի եսակենտրոն, ավելի չուզող, ավելի նյութակենտրոն։ Մենք ոնց էինք առաջ ապրում, տան գործերն էինք անում, մեծերին օգնում, բնակարանը մաքրում, առևտուր էինք անում, հողամասում էինք օգնում ծնողներին, տատիկ պապիկին։ Իսկ հիմա մեր նման էներգիա երիտասարդներ չկան։ Հələ մեկն ու մեկին ասեք, մի հատ պատուհանները լվա։ Կամ ինչ որ միտեղ գնա, բանար, կասեն զանգի մեկը թող գա, փողով կլվանան։ Կամ ինչու համար է առաքումը աշխատում։ Այդպես ենք մենք սկսել ապրել։ Դրա համար է շատերը բողոքում են, որ նոր սերունդը կարծես հոգնած լինի, ոչ էլ պատուհան են ուզում լվանալ կամ հայրիկի մեքենան։ Ֆիզիկապես ոչինչ չեն արել, ամբողջ օրը ինչ որ դաս են արել կամ սկրոլ։ Ու վերջին տարիներին մեր եռանդուն տեսակը դարձել է իսկապես դեֆիցիտ։ Հիմա երիտասարդները մեզ նման համբերատար չեն։ Աշխատանքը մինչև վերջ կարող են նույնիսկ չտանել, շատ շուտ են հոգնում ամեն ինչից։ Գործը կիսատ են թողում, անընդհատ նոր աշխատանք են փնտրում, պատճառը բանելով, որ շեֆը լավը չի, կամ քիչ են վճարում, բայց դրանք միայն պատճառաբանություններ են։ Իրականում նրանք ասածս էքսպերիմենտի հետևանքն են։ Այն էքսպերիմենտը, որ մենք ճանկար ենք կամ մուկ նրանց համար համացանցում, որովհետև ամեն օր պլանավորած գործերից շատ բան նոր սերունդը չի անում։ Շեղող SMS-ներ են ստանում, նոր գովազդներ են ստանում, նոր ռիլզեր, նոր չաթ վարել է պետք, օնլայն խաղեր են անում։ Չեմ ասում խաղամոլության մասին, դրա մասին են որ ասում են ուրիշ դասին։ Հետո այդ չարված գործերի պատճառով մենք սկսում ենք ինքներս մեզ մեղադրել, հոգնում ենք ինքներս մեզնից ու ընկնում մտքերի մեջ, տրամադրություններս ընկնում է ու էլ ավելի խրվում անբանության գրկում։ Նորից հետաձգում ենք պլանավորած գործը, իսկ դա բերում է ուղեղի ֆիզիոլոգիական փոփոխությանը, հենց որ սկզբից ասացի։ Չկա կենտրոնացում, զգացմունքներ չկան մարդիկ, հետո հարցնում ենք, ինչի հիմա այն սիրահարվածությունը չկա, որ մարդիկ իրար սիրահետ են, ու խարժվեցյան էլ, հայերեն տարբերակը այդ բառի չկա, կան հոմանիշներ, բայց դե, ինչ որ այա, չկա մտքի վերահսկողություն, ուղեղի գորշ զանգվածը ճակատային հատվածում, դա կոչվում է ճակատային բլթ կամ բլիթ, այդպիսի ձևով է այդ տերմինը կոչվում։ Եվ այն քչանում է, ու մենք կորցնում ենք հիշողությունը, լավ լսողությունը, տեսողությունը, հենց դրա համար է, որ մեր մոտ հիշողությունը քչացել է, ոչ թե, ասում են, կորոնայից հետո հիշողությունս կորցրել եմ, բայց հիմա շատ շատերն են կորցրել։ Նույնիսկ կորոնա չընկածները։ Մենք սովորում ենք արագ ամեն բան ունենալ, մեզ ամեն ինչը արագ է պետք, ալարում ենք գնալ խանութ, ընտրել մթերք, բերել տուն,
համով բան սարքել, գերադասում ենք օգտվել առաքման ծառայություններից, ուտելիքը պատվիրում ենք, շորերը օնլայն ենք գնում, ապրանքները Yandex-ի միջոցով ենք բարեկամներին փոխանցում, որովհետև ասենք բուրդ լվալ կարելի է Facebook-յան գովազդում տեսնել, զանգել, գան վերմակ դոշակը տանեն, լվանան բենեն։ Այլ ոչ թե Բաքում առաջվա նման ոնց էին գորգ լվանում, այդպես էլ բուրդ էին լվանում, հարևաններով, հարևանների երեխաներով, հետո սուրճ էին խմում։ Չկան այդ տարիները այլևս։ Մենք հենց դրա համար ասեցի, որ դարձել ենք վառ օրինակ, թե ինչպես են մեզ ինտերնետի միջոցով պարտադրում համակարգային կառավարվող փորձարար ճագար դառնալ։ Եվ վերջին 20-25 տարիների ընթացքում մենք փոխել ենք մեր կենցաղը, ավանդույթները, ուղեղի հիշողության հնարավորությունները վստահել ենք մեքենային, ոչ թե մեր հիշողության, բուն ֆիզիոլոգիական հիշողության։ Ուղեղի հիշողության հնարավորությունները շատ կարևոր են, որ անընդհատ հմտանանք, զարգանանք։ Իսկ հիմա նույնիսկ արհեստական բանականությանն ենք վստահում եւ դարձել ենք մարդկային պատմության մեջ, ինչպես ասացի, ամենաթունավոր կամ եթե կուզեք ամենատոքսիկ սերունդը մեր տագնապներով, խուճապներով, անհամբեր տեսակներով։ Եվ այդ խուճապները ես առաջին անգամ ամերիկացիներից էի լսել, պանիկ ատակ, դա շատ լուրջ բան է։ Եվ եթե չկա անմիջական շփում, շատ դժվար է դրանից ազատվել։ Հոգեբաններ են դիմում, դեղորայքներ են խմում մարդիկ։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչ են 5, 6, 7 դասարանի երեխաները իրար հետ գոռալով շփվում։ Իսկ մեծերը այլևս փողոցում նրանց չեն նախատում ու չեն դաստիարակում, որովհետև չի կարելի ուրիշ երեխային ինչու ես դիտողություն անում։ Իսկ երեխաները սովոր են, որ ամեն ինչը հեշտությամբ են ստանում ու դրսում անմիջական շփումներում անընդհատ գոռում են, գոռալով են հասկացնում, իրար չեն լսում։ Այսինքն իրական կյանքում դրսում մարդիկ, նույնիսկ ավակ սերնդի մարդիկ քիչ են ակտիվ, քան համացանցում ակտիվ են։ Սոցհարցումներով, եթե հիմնվենք սոցհարցումներին, կասեն, բայց ապրումակցման մակարդակը բարձրացել է։ Լավ, հավատանք այդ հարցումներին, բայց որտեղ է աճել։ Իհարկե սոցցանցերում, ոչ թե իրական կյանքում։ Ապրումակցում են սրաներագրանումների տակ, սրտիկելով, ոչ թե ֆիզիկապես կարիքավորին այցելելով, ինչպես առաջներում էին։ Հետը չեն զրուցում կամ որևիցե իրական օգնություն նրան հասցնելով։ Հա, ուղղակի հարցրեցին։ Դա միայն վիրտուալ ձևով, ոչ իրական ձևով։ Հիմա նույնիսկ հիվանդանոց չեն այցելում։ Այ ասեցի, իսկապես չեն այցելում։ Գուցե ինչ որ գյուղի ժողովուրդը գա այդպես, բայց քաղաքային պայմաններում գնացեք հիվանդանոց ինքներդ տեսեք։ Մի հատ սոցցանցում լացելու նշան են դնում, կամ գրում են հետը տենք, կամ շուտ լավացիր ու վերջ։ Ու մարդիկ գիտեն, թե ապրումակցում են, այդ ձևով են ապրումակցում, ցավակցում են, շնորհավորում են, աղոթում են նույնիսկ։ Ես այս վերջերս մի քահանայի հետ խոսելուց զգացի, որ ճիշտ է պատարագին գալիս են, տոնորերին գալիս են, բայց այդ անմիջական եկեղեցի այցերն էլ շատ է քչացել եւ քչացել է այն ժամանակ, երբ որ սկսեցին այդ ուղիղ եթերները։ Իսկ գիտեք այդ սոցցանցումներով շփումը ինչին է հասել։ Օրինակ մի ռեալ դեպք պատմեմ։ Կինը իմանում է, որ ամուսինը դեպրեսիայի մեջ է եւ իմանում է դա ոչ թե անմիջական, այլ բացում է իր սոցիալական ցանցը եւ սոցցանցի հրապարակումից է իմանում, որ ամուսինը լավ չի։ Ռեալ դեպք։ Ու այդ ամուսիների մի տան մեջ ապրելով նույն անկողինն են, չէ՞ կիսում։
բայց փաստորեն չեն հաղորդակցվում իրական կյանքում, իրար հետ չեն զրուցում, ժամերով չեն հարցնում, չեն գրկախառնվում, եթե ինչ-որ մի բան երևի լինում է նույն ճագարների նման, раз, два ու վերջ։ Ու նույնիսկ այն աստիճանի, որ իրենք Facebook-յան friend լինելով են միայն իմանում, թե այս մարդու իր ամուսնու հոգու մեջ ինչ է կատարվում, ու ինքը ինչքան միայնակ է, կասեք խայտառակությունը անհավանական է, չէ, իրական, շատ իրական է, բայց հիշեք, քանի նման օրինակներ, օրինակ դուք կարող եք բերել, եթե կուզեք մեկնաբանություններում գրեք, այն որ անեկդոտ կա, չէ, հոսանքը երբ որ անջատում են, չկա ինտերնետ կամ հեռախոսներն էլ նստում, չէ որ կա մոբիլային ինտերնետ, հետո հոսանքը չի լինում, այնուամենայնիվ, երբ որ հոսանք չի լինում, տնեցիները մոմ են վառում, իրար հետ սկսում են շփվել եւ ասում են, բայց շատ հաճելի մարդիկ էին մի տան մեջ ապրում։ Սա գուցե անեկդոտ է, բայց իրականության վերաբերյալ ես ձեզ պատմեցի։ Պատկերացնում եք, փաստորեն քանի մարդուկին իրար հետ հանրային տարածքում կռվում են։ Ես հիշում եմ շատ բաներ, որ իրենց կեղտոտ տեղաշորը հանում են սոցցանցեր։ Չեմ ուզում անուններ տալ։ Դուք հաստատ ինքներդ եք նկատել։ Իրար հետ կռվում են, բաժանվում են, կամ օրինակ քանի անգամ են սեր խոստովանում, դա սիրուն է իհարկե։ Ու իրար կամ ամուսնության առաջարկներ նկարում են դա, որ հավաքեն շատ դիտումներ։ Առնվազն, ասենք, հարսանիքի հրավերքը, եթե ստանում եք, պետք է ուրախանաք, որովհետև անմիջական հարսանիքի իրական կյանքում արարողության կմասնակցեք, բայց իրականում post factum արդեն դուք տեսնում եք սոցցանցերում, որ նշանվեցին, հարսանիք արեցին, պսակվեցին, ու միայն կարող եք սրտիկել եւ շնորհավորեք։ Եվ վերջ, դրանով բավարարվում ենք։ Մի խոսքով մենք մտածում ենք ալամ աշխարհի ցավի մասին, բայց խորքային մեր անձնական տիրույթում, մեր ռեալ շրջապատում ենք անհաղորդ դարձել։ Ավելին, որոշ դեպքերում չար ու չկամ ենք դարձել, ու ելի հենց այդ սոցցանցերի պատճառով նկարներ ենք նայում ու խորքի հոգու խորքում իսկապես գուցե նախանձում ենք։ Ես չէ, բայց նկատում եմ, որ այդպիսի երևույթներ էլ կան։ Որովհետև ինտերնետում մի կողմից սրտիկում են, մյուս կողմից մեկնաբանություններում կարելի ասել այսպես բերնիտ են գալիս, հայհոյում են, նախատում կամ պարսավանքի ենթարկում, ու դու քիչ էլ մեկնաբանություններ էլ չես էլ գրում։ Տարբերվող կարծիքիդ չես հայտնում, նոր նկարներ համացանց չես դնում, քանի որ ասենք Նաիրայի նման կներեք արտահայտությանս համար կրծքեր չես վիրահատել, շրթունքները չես լցրել, բոտեքս չես արել, կամ վերացական անուն ենք վերցնում, Առնոյի նման դաջվածքներ չունես եւ շաբլոնների մեջ չես տեղավորվում։ Մնում է ինչ, մնում է TikTok-ի մեջ մտնես ու նայես այն կարճ վիդեոները, որոնք հանրագումարում կյանքիդ ամենաշատ ու ամենաթանկ բանն են խլում, այսինքն ժամանակդ, Google, Meta, Yandex, Microsoft եւ այլն նմանատիպ կորպորացիաներ արտադրում են այնպիսի պրոդուկտներ, որ պետք է պարտադիր իրենք վաճառեն ու վաճառեն հենց ձեր վրա, ձեր։ Բայց թաքցնում են, որ առաջնացնում են մարդկանց մոտ կախվածություն։ Դե իհարկե հո չեն ասելու, որ կախվածություն է առաջացնում այդ ամենը։ Թվային կախվածություն, որից դուք իրապես չնեղանաք, բայց բթանում եք եւ դժբախտանում եք։ Իսկ Facebook-ի տերերը հարստանում են։ Նորություն չասեցի, չէ՞։ Սա մեկ օրինակ է, բայց իրականում թվային տեխնոլոգիաների կազմակերպություններ շատ են։ Դրանց վրա բազմահազարանոց բանակներ են աշխատում ու բազմամիլիոնանոց մարդկանց ուղեղը կախվածություն է մտել։ Բայց գիտեք, չէ՞ մեր ուշադրությունը
ապրանք դարձած այս Facebook-ը նույն ԱՄՆ-ի 33 նահանգներում դատի են տվել, Facebook-ին նրանք դատի են տվել, հենց կախվածության պատճառով, այնտեղ մեր նման շատ չեն օգտագործում իհարկե սոցցանցերը, ժամերով մեջը չեն լռվում, կարելի ասել ու կախվածություն այդքան մեծ չունեն, ինչ որ մենք, բայց այնուամենայնիվ թվային կախվածությունից կարելի է իհարկե ազատվել կամ մասնակի կարելի է բուժվել, որովհետև մարդու ուղեղը 2 օրից առանց ինտերնետի կարող է վերալիցքավորվել, պատկերացնում եք, ու այսպես կոչված դետոքսի ենթարկվել, այսինքն հակաթույնը ընդամենը 2 օր դիմանալ առանց համացանց։ Եվ ձեր ուղեղը կսկսի ազատվել համացանցային թույնից։ Եթե ասենք 48 ժամ մի տեղ գնանք, որտեղ ինտերնետային կապ չեք ունենա, հիշում եք, ասեցի երեխաներին, եթե ինչ-որ մի գյուղ տանեք, պատկերացրեք ձեր վրա, եթե դա ձեզ իսկապես անհրաժեշտ է։ Կսկսեք ուսումնասիրել շրջապատը, միջավայրը, կփնտրեք գրքեր, մի բան պետք է չէ կարդալ, կանցնեք ֆիզիկական գործ, ինչ-որ մի բան կանեք, ինչ-որ մի բան կմաքրեք, մի տեղ կզբոսնեք, վերջ են, որ ասում եմ գովազդում, կրակը կանեք, խոռոված կանեք, ու պատկերացրեք կմոռանաք, որ ձեր ուղեղը արդեն, ասենք 7 տարի է, բռնաբարում են սուտլիկ նազարները, ու լիրբ, ինչ ասեմ, այս բառը, բայց դուք հասկացաք ինչի հետ եմ։ Իսկ երբ վերադարձնեք, ասենք ձեր բնականոն առօրյան այդ դետոքսից հետո, այսինքն երբ օրգանիզմից դուք կհանեք այդ թույնը, թվային կախվածության թույնի մասին է խոսքը, կսկսեք ավելի քիչ կախվել ռիլզերի վրա, տիկտոկերի վրա, չեք կարդա սուտլիկ գրառումները, կդիտեք ընտանիքի անդամներից մեկի հետ մի ֆիլմ կամ սեղանի խաղ կխաղաք, կգնաք հարևանի տուն վերջապես, կամ կհրավիրեք իրեն, ու կսկսեք հետը շփվել, սուրճ կխմեք, ու չեք մտածի, որ ձեր հարևանը մինչ հիմա աստղիկն ու ավեստիսն են, այլ ոչ թե Իլհամն ու Մեհրիբանը։ Կարևորը ապագան կցանկանաք, որ լինի կայուն ու կայունության համար դուք այլևս ինքներդ ձեզ պանիկայի մեջ չեք գցի, չեք վախենա ամեն բանից։ Ձեր հույզերը, ձեր հիվանդանոցի դուռը չեն բաց, այն որ վատանում եք, շտապօգնություններ պետք կանչել, դուք ավելի աշխատունակ կդառնաք, հավատացեք, ֆիզիկապես ու էներգիայով լի կլինեք, եթե ինտերնետով այլևս սահմանափակ ժամանակ կանցկացնեք։ Եվ հիշեք, մեզ տանում են էլեկտրոնային դրամապանակների, անկանխիկ վճարումների, ամեն բան թվայնացման ուղով, որ շարունակեն մարդկանց սարքել կառավարելի։ Այ հենց դրանից էլ մեր սերունդը ավելի շատ է իրան մենակ զգում, քան մեր ծնողները, որոնց համար փողը թղթից պետք է լինի, ֆիլմերը հեռուստացույցով պետք է դիտեն, ոչ թե հեռախոսով, իսկ սուրճ խմելը հարևանության կողմից պետք է լինի, այսինքն ում կողքին դուք ապրում եք, ոչ թե օնլայն ընկերների հետ։ Դա վատ չէ իհարկե, բայց իրական չէ։ Ուրեմն ամեն անգամ հեռախոսը ձեռքդ վերցնելուց մտածիր, գուցե կարդաս մի բան, որ մարզես, հիշողությունդ մարզես, կամ կենտրոնանաս մեկ բանի վրա, ոչ թե տարբեր ինչ-որ անկապ լայվ խաղերի ու կներեք արտահայտությանս համար ցինիկ վիդեոների, նայեք ինչ-որ մեկը հեծանիվ է քշում, կամ իր զգեստներն է ցույցադրում, քո ընտրությունն է, համակարգում մնաս փորձառու ճագար, թե անհատականությունդ զարգացնես ու վայելես ռեալ կյանքը, վիրտուալը գերադասես իրականին։
Այսինքն դու պետք է սկսես զգալ իրական սեր, իրական հոտեր, իրական ձայներ, իրական զգացմունքներ, հենց այդ ճակատային բլթդ դետոքսիկացիա անես։ Այսքանը կարծում եմ մտածելու համար եւ մեկնաբանությունների համար դեռ տեղ թողեցի։ Շնորհակալություն, կհանդիպենք։